ընկերներ, ներկայացնեմ այսօր բավականին նիստի նախագիծը, օրակարգի նախագիծը, Տավուշի մարզի Բերդամայքի ավականու 2026 թվականի ապրիլի 16-ի 7-րդ նստաշրջանի հետագամ նիստի օրակարգը։ Առաջին, Տավուշի մարզի Բերդամայքի 2026 թվականի բյուջեի առաջին եռամսյակի եկամուտներ և ծախսերի կատարողականի մասին։ Երկրորդ, Տավուշի մարզի Բերդամայքի ավականու 2025 թվականի մարտի 20-ի 2026 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Բերդամայքի Պառավաքար, Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Ներքին Կարմիր Աղբյուր, Իծակար, Չինարի, Մովսես, Շորաթան, Արծվաբերդ, Նորաշեն, Այգեթոր և Բերդ բնակավայրերում ներհամայնքային ճանապարհների սալիկապատում, բնական տուֆ քարով, Բերդամայքի Մովսես, Չորաթան, Նավուր և Չինչին բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրատարների կառուցում, Այգեձոր և Ներքին Կարմիր Աղբյուր բնակավայրերում խմելի ջրի ջրաչափերի տեղադրում, Բերդամայքի Վարագավան, Վերին Ծաղկավան, Տավուշ, Նավուր, Չինչին, Արծվաբերդ և Բերդ բնակավայրերում նոր գիշերային լուսավորության համակարգերի կառուցում, Բերդամայքի Բերդ քաղաքի Մաշտոցի 12, Մաշտոցի 29 և Խորենացի 43 շենքերի բակային տարածքների հիմնանորոգում, ասֆալտապատման եղանակով, Բերդ քաղաքի կենտրոնական զբոսայգու վերանորոգում, ֆուտբոլի դաշտի կառուցում, ծրագրերի բյուջետային ֆինանսավորման հայտերին համաձայնություն տալու մասին, 93 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, այս ծանր հարցը։ Երրորդը, գյուղատնտեսական նշանակության բարելավում, 11-054-03-93-0023 ծածկագրով 4.57 հեկտար մակերեսով Գորիզավոր Բերդամյա տնտարաններ գործառնական նշանակության հողամասում սուլտային կարգով արձակալության տրամադրելու մասին, Հայփոստ ՓԲ-ին անհատույց օգտագործման իրավունքով տարածք տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.08 հեկտար մակերեսով 11-010-03-74-0024 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.09 հեկտար մակերեսով 11-010-03-74-0028 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, Վասպուր Գագիկի եսարանին վարձակալությամբ տարածք տրամադրելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.007 հեկտար մակերեսով 11-011-0003003-0076 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի հասարակական կառուցապատման 0.09 հեկտար մակերեսով 11-053-0010-0017 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.06 հեկտար մակերեսով 11-051-0001-0018 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.06 հեկտար մակերեսով 11-051-0001-0040 ծածկագրով հողամասն աճուրդով օտարելու մասին, Անատոլիա Սերյոժայի Հովակիմյանի սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքի հողամասն օտարելու մասին, Տավուշի մարզի Բերդամայք քաղաք Բերդ Այգեստան փողոցի վրա ներքանցք ավելացնելու մասին, Տավուշի մարզի համայնք Բերդ քաղաք Բերդ Հայկ Նահապետի փողոցի վրա փակուղի ավելացնելու մասին, Տավուշի մարզ համայնք Բերդ գյուղ Արծվաբերդ առաջին փողոցի վրա փակուղի ավելացնելու մասին, Տավուշի մարզ համայնք Բերդ գյուղ Մովսես 7-րդ փողոցի վրա ներքանցք ավելացնելու մասին, 11-014-03-85-0064 ծածկագրով 0.17 մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի նպատակային նշանակությունը փոփոխելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11-052-02-00000 ծածկագրով 1.9 հեկտար մակերեսով վարելահող վրձյութային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11-051-01-30-0021 ծածկագրով
2 հեկտար մակերեսով վարելահողը մրցութային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության 0.7 հեկտար մակերեսով 16.0374 0022 ծածկագրել վարելահողը տարելու մասին, Լյովա Վարդանի Օհանյանի և Ալվինա Արամի Այլինյանի սեփականությունը հանդիսացող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի ընդլայնման նպատակով ուղղակի վաճառքով հողամաս օգտարելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11.04.04.19.01.13 ծածկագրով 0.19 հեկտար մակերեսով արոտավայրը մրցութային կարգով արձակալությամբ տրամադրելու մասին, գյուղատնտեսական նշանակության 11.04.04.19.01.14 ծածկագրով 0.07 հեկտար մակերեսով վայելահողը մրցութային կարգով վարձակալությամբ տրամադրելու մասին, արդյունաբերության, ընդդեմ օգտագործման և այլ արտադրական նշանակության գյուղատնտեսական արտադրական օբյեկտի 11.010 0377 0058 ծածկագրով 0.07 հեկտար մակերեսով հողամասի աճուրդով օտարելու մասին, Արուշի մարզի վերջամարտի 2026 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնայնությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ծրագիրը հաստատելու մասին և Տավուշի մարզի Բերդամանքի հավաքանու 7-րդ նստաշրջանի հերթական ինստիտուտարման օրը սահմանելու մասին։ 26 հասցի նախագծով աշխատյալ հավաքանու ընդունում են ուղարկել ովքեր են կողմ դեմ ձեռնպահ դեմ չունեն։ Եվ այսպես սկսեցինք առաջին հարցի համար ընկերավարի։ Հարգելի հավաքանի, ես ձեզ աներկայացում շրջաստատման աներկայացում համայնքի բյուջեի 2026 թվականի առաջի երամսյակի եկամուտների ծախսերի կատարողական մասին հաղորդում համաձայն հավելվածի։ Ըստ հավելվածի համայնքի առաջի երամսյակի բյուջեի սեփական եկամուտների մասով կատարվել է 73.5%, իսկ ընդհանուրը 92.9%։ Ծախսերի մասով, քանի որ առաջի երամսյակն է, ընդհանուր տարբեր հոդվածներով տարբեր տոկոսներով կատարվել, ընդհանուրը ծախսերի մասով կատարվել է 58.41% ծախսերի կատարողական։ Եթե հարցեր կան, տնտեսական հանձնաժողովը անցել է, եթե ասեմ, Հարցեր առաջարկություններ հավաքումներ չկա, քվեարկեցինք։ բյուջեի կատարողական առաջերը։ Կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Պապյան։ Հարգելի հավաքանի, ես եմ ներկայացնում պետական հարցը։ Տավուշի մարզի Բերդամանքի հավաքանը 25 թվականի մարտի 20-ի 93H որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին, մասնավորապես նախագծով առաջարկում է 25 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով կներեք 26 թվականի պետական բյուջեի սուբվենցիա ստանալու նպատակով Բերդամանքի Մովսես Չորական Նավուր Չինչի բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրատարերի կառուցում, Այգեծոր և ներքին Գարմիրամփույր բնակավայրերի խմելու ջրի ջրաչափերի տեղադրում ծրագրի անվանումը շարադրել հետևյալ կերպ Բերդամանքի Մովսես Չորաթա և Չինչին բնակավայրերի խմելու ջրի արտաքին ջրատարերի կառուցում, Արծվապետ բնակավայրի նոր կառուցող թաղամասում ջրամատակարարման համակարգերի կառուցում։ Նշել, որ մենք ապրիլի 14-ին ունեցանք նաև հանրային լսում, փոփոխության կատարում պահանջում էր նաև հանրային լսում։ Հանրային լսումը իրականացվել է եւ փոփոխության անհրաժեշտությունը առաջացել է մեր կողմից սուբվենցիոն փաթեթի կազմման ընթացքում իրականացված նախագծանախաշվային փաստաթղթերի
ձևավորման գործընթացի արդյունքում մասնավորապես եթե նկատեցիք առաջարկում է նավուր, այգեծոր եւ ներքին կարմիրախույր բնակավայրերը հանել ծրագրից մեծ հաշվով, իսկ ածվաբերդ բնակավայրի նոր կառուցվող թաղամասը ավելացնել։ Ուրեմն խնդիրը նավուր բնակավայրի հետ կապված է նախագծային փաստաթղթերի ոչ լիարժեք լինելու հետ։ Մենք նախկինում ունեցած նախագիծը երկու անգամ մտության գործընթաց իրականացրեցինք եւ որպեսզի վերափորձակնենք եւ դիմենք լիարժեքային ծրագրում դեպքերու համար, բայց այդ աշխատանքները դեռևս պատրաստ չեն, բայց արդեն նախագիծը շրջանառելու շրջանն է եւ անհրաժեշտ է որպեսզի հիմա որոշում կայացվի, որ մնացած բնակավայրերում աշխատանքները իրականացվեն։ Դրա համար առաջարկում նավուր բնակավայրը հիմա հանել։ Առաջիկայում, եթե հնարավորություն կընձեռնվի փաթեթը ամբողջությամբ ունենալու նավուրի հետ կապված, էլի կրկին հավաքան որոշման կուղարկենք եւ միջնորդությամբ կներառվի ծրագրի մեջ։ Նավուրի մասով սա այգեծոր եւ ներքին կարմիրախույր բնակավայրերի ուրեմն ջրաչափերի տեղադրման գործընթացը նույնպես առաջարկվում է հանել ծրագրից, քանի որ ուսումնասիրությունների ընթացքում դեռևս նախագծային աշխատանքները չմեկնարկած, որոշում կայացվեց, որ համայնքի ուժերով ավելի նպատակահարմար ու թեթև ծախսով լուծելի խնդիր է եւ համայնքը ջրաչափերը ձեռք կբերի եւ մեր ուժերով կտեղադրեն, խնդիրը հետքեր կլուծվի։ Իսկ ածվաբերդի նոր կառուցվող թաղամասը ինքը կրկին նախագծման փուլով ածվաբերդ բնակավայրից դեպի Չորաթան, ինչպես գիտեք, ջրագիծ է նախատեսվում, Չորաթանի ջրաքանակ ավելացնելու համար եւ սկիզբը հենց համընկնում է նոր կառուցվող թաղամասի հետ ածվաբերդի եւ նոր կառուցվող թաղամասն որպեսզի ջրամատակարար ունենա, անմիջապես ներառվել են նախագծի մեջ, աշխատանքները նախագծային ամբողջ կազմված է։ Փոփոխությունը սրա հետ է կապված, իսկ մնացած մտածված սուբվենցիոն ծրագրերը բնականon կերպով բոլոր նախագծային փաստաթղթերը պատրաստվել շրջումների շրջանառում, բոլորը շրջանառվում է, եւ հուսով որ առաջիկայում արդեն դրական իրականություններ ամբողջական կունենանք ու սկսենք մնացած գործընթացները։ Շատ լավ։ Դրա մասին է խոսքը։ Դա այդ նախագծերը որ արվել է, ինչքան փոխանցած Որ մեկը նախկինում նավոտ բնակավայրի նախագծերը ներքին կարմիրագեծորը չի արվել։ Չի արվել, որովհետև համայնքի ուժերով կանել։ Իսկ նավուրի նախկինում արդեն գոյություն ունեցած նախագծի համար չեմ կարող այս բանի պատասխանեմ ինչքան է վճարել, բայց ինչ է դառնալի զենգանություններ կամ վերին կարմիրն էլ ամեն չէ, չորաթաննալը նավուրումը իրենքից անը։ Տեսեք ոնց է, նավուր բնակավայրի գոյություն ունեցող այդ նախագիծը ինքը մեծ փաթեթի մի մասա է։ Հիմա մեր խնդիրը այս փուլում փաթեթից առանձնացնելն է ու վերահսկողականնելը։ Հիմա տեսեք, առանձնացված թե նավուրի համար ինչքան է վճարվել, այդպես չեն կարող ասենք, որովհետև այդ նախագծի մեջ վիշապ ծրագրեր ա եղել, հիմա այս բանին գործող սուբվենցիա է եղել։ Արված արդեն սուբվենցիա եղել նավուրի ջրաչափերի տեղադրումը, այսինքն դրանք առանձնացված է, որպեսզի համայնքի բյուջեն հերիքի, նաև ավելին, այդ գործողությունը ի սկզբանե պլանավորված չէ։ Հենց նախագծման ընթացքում, եթե չեմ սխալվում, ավելացում նավուրի այդ ծրագիրը տենց ավելացրեցինք, հիմա եթե գումարային կոնկրետ ամբողջ փաթեթի արժեքը այս բան չեմ կարող ասել, բայց հաստատ մեծ բան չի, համեմատած այն աշխատանքի հետ, որ արդեն արվել է այդ ծրագրերից։ Բայց դե հիմա երկու անգամ էլ փորձվել է բան անդրի, Այս անգամ առանձին մրցույթ այդ նախագիծը չի փոշի անում, հիմա այդ գործողա փորձել են նորից մասնակետ ճարեն, որ այդ աշխատանքները անի, այսօրվա գործող չափանիշներին համապատասխանացնի, մենք էլ դիմենք իրականացնենք, փորձենք իրականացնենք, բայց նավուրի ջրաչափերի տեղադրումից հետո ինձ թվում է բավականին ջրի քանակն էլ ավելացել է, դեռ ամառը 23 թվի նախագիծը Կոնկրետներով տեղեկացնեմ ես ինչքան է եղել արժեքը, բայց առանձնացված նավուրի համար չի լինելու, որովհետև ինքը մեծ նախագիծ է։ Գինեն այլ հարցեր։
Եթե չկան Հարցը առաջարկում, բարի նման հարցի դեպքում ոնց վարչական ղեկավարը ներկայացնում ապահովում։ Օրինակ բացիկներ լսում։ Չէ, բան սապան, եթե շատ իրեք, ուրեմն այս հարցի հետ կապված 3 4 ապրիլ 14-ի հանրային լսում է եղել։ Չէ, այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ ինչ որ մեկի կարծիքը պետք է հաշվի առնել, հանել կամ չհանել կամ փոխելու հետ կապված, այլ այդ գործընթացը հիմա ընթացքի մեջ է։ Հիմա այս բանը, որպեսզի մեր ունեցած եւ մնացած աշխատանքները կառավարությունը շրջանառի, այսինքն մենք չենք հասցրել ունենալ նախագծային փաստաթուղթ կոնկրետ նապուրի ու ներքին կարմիր ագեծողներ մեջից անում են, բայց վերնագրի մեջ դա կա։ Ընդեղ արդեն մարդիկ կարծում են, ասում են, չի համընկնում բովանդակությամբ հետ կամ ճիշտ է։ Միգուցե չենք հասցրել, միգուցե չենք ուզեցել հասցնել մասն։ Չէ, Շարժումը վարչական ղեկավարը նույնիսկ առաջարկեցի մոտ։ Որոշողություն ունեցած։ ընդունվեց առաջարկը մեր ջամի ագեծող ջրաչափերը համայնքի ուժերով է տեղադրել։ Դրա համար սուբվենցիաներու գալիք չկա։ Դրան հետ կապված եկա, ապուրինը ուրիշներ տանենք ասեցին։ Եթե այլ հարցեր չկան, քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք հաջորդ հարցը Գյուղատնտեսական նշանակության 11-054 11-054-393-023 ծածկագրով 4 հեկտար 5700 մետր մակերեսով հորիզոնալ բազմամյա տնտեսական գործառնական նշանակության հողամասը մրցույթային կարգով տվյալացակալության տրամադրելու համար տան համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրելու տավուշումած Բերդամայք տարավական գյուղվարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 11-054-393-23 ծածկագրով 4.57 համակերեսով հորիզոնալ բազմամյա տանկարկները Հողամաս տարեկան վարձավճարի մեկնարկային գինը սահմանը 160,000 դրամ վարձակալություն պայմանագրի տարեջ հետո վարձավճարի հնարավորություն համաձայնության չկալու դեպքում պայմանագրի լուծարը պահպանողական համայնքում ուրեմն բանը այգիա քաղաքացին գնալա մրցույթային կարգով վարձակալությամբ իրան տրամադրելու համար 4 Շատ լավ, եթե հարցեր չկան, քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք հաջորդ հարցը Այդպես անհապետ օգտագործման իրավունքով տարած տրամադրելու մասին Շան համաձայնություն տավուշումած Բերդամայք սեփականություն հանդիսացող դուք պարավական 12 4 ասեի շենքում գտնվող երկրորդ հարկի համար 12 սենյակը և համար 13 սենյակը 11 ջութ մակերեսով անհապետ օգտագործման իրավունքով 5 տարի ժամկետով տրամադրել Հայկոս խմբերին ծառայության նպատակով հարցը անցած նիստում հետաձգվել է, ավական առաջարկով եղել է վարձ սահմանվել Սակայն նորից այն ձևով անհամվել չի մտածկվել, որ վարձավճարը ուժի առաջարկալու ձև տնենք էլ անհատույց խնդրել են իրական վարձավճարը չա որ տեղակալը ներկայացնել հարցը ուղղակի Չէ, եթե թույլ կտակ նախորդ նիստին եթե վարձավճար չեք ստանում, չէ, բանավոր ոնց որ ավականիները իրար մեջ պայմանավորվեցին ու քվեարկվեց վճարովի տարբերակը, այսինքն չքվեարկվեց այն տեքստը, որը որ ներկայացվել է։ Դրա համար է, որ 6 ամսվա ժամկետը հիմա չի պահպանում, դրա հետ է կապված, որտեղ նախորդը ավականին քվեարկելա վճարովի համար ինքը բանավոր ոնց որ բանակցության արդյունքում։
Հիմա դա հիմքը եղել, որպես մենք այսօր կարողանանք, բայց հիմա այսօր որ քվեարկվի այս տեքստը նույն ձևով այլևս 6 ամիս հետո կարելի քվեարկության։ Կամ դեմ կտելի կամ կողմը։ Եկեք քվեարկենք, ովքեր են կողմում։ Դեմ ձեռնպահ շարունակեցինք հաջորդը բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.810 համակերեսով 11.010 ծածկագրով համասաճուց կողմարել մասին տան համաձայնություն տալու շնորհ Բերթամային գյուղագիծով 15.16 հողամասացություն գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրի նպատակային նշանակության ընդհանուր 12 մետր մակերեսով հողամասը Օնտարիո համար մեկնարկային գինը սահմանել 1.330.000 դրամ։ Այս նախորդ նիստում մենք հավաքային բանակցում են առաջարկով չգիտեմ ուզեցին նվիրատվությունը լինի համայնքը նվիրատվության իրավական հիմքերը հաստաբանական գրասենյակներին ներկայացրել հնարավոր չի եղել որպես այդպիսին ուղղակի նվիրատվություն կազմակերպվի հարցնում ենք օտարում հարցեր Ես հարցում եմ, պարոն Գրիգորյան, իհարկե հարցը կանչիկած պատասխանը։ Կան հիմնական փաստարկներ, որ գերակաշար չկա այս վարչական շրջանի կամակերպը, որ տրամադրել։ Այս հողամասերում իր Անգեձորի գլխավոր հատակագծի զարգացման պլանում վարելավ ու սարքացրել բնակելի կառուցապատման հենց այդ տարածքում գյուղը զարգանալու համար։ Հարգելի գործեր, հարցանին ուզում եմ պարզել բացեմ, էլի ունենք նորից կամայական մոտեցում, այսօր Տավուշ գյուղից քաղաքացին մոտեցել ուզեցել հող իր համար, այսօր դրտում ասարկում ունենք մանչապահած, բայց մերժում հաստատել ու չգիտեմ ինչ անհիմն փաստարկներ, որտեղ երկու յարամեժի բանկա ինֆորմացիա կա, առաջի դեպքում հողը խնդրոցապատկան մեկալի կամ են մեկին, երկրորդ դեպքում հանրային գերակաշարակը պետք է երկրորդ դեպքում պատասխանվել է քաղաքացուն, որ ֆուտբոլի պարկի հարակից սամբրի սարքենք, չգիտեմ, արդյոք կարող տեղի։ Այս սարքենք 30 տարի դուրս, որ չեք սարքի, հիմա դες սարքի։ Ներողություն, բայց եւս մեկ անգամ ես արձանագրել, որ նույն կամայական մոտեցում ու չի կարելի։ Ու վերջապես դուրս եմ ասում, արդեն եկեք ստապենք, սա չի կարելի։ Այսինքն հիմա, չգիտեմ, իր կապերով կամ չգիտեմ, իր անկերական կապերով շնորհիվ եկավ, հետո դից մոտեցում նրա, հա։ Անընդունելի է, որ ասել, սա հետևող չի լինելու, չի կարելի։ Եթե ոչ եմ ասել, իմ անդավար, եթե քսակություն կար այդպես մասնակից, սուկանիք սվակիք, բայց չեն սարկել միշտ։ Նոր հիշեցին, ես համոզված եմ, որ չի սարկել։ Ուղղակի դա պատրվակը, որ երկացան չտրամադրի ես ուղղակի։ Ու սա սեփականություն խնդրի կարծում եմ բոլորը կդավապարտես երկու։ Չի կարելի ուղղակի։ Սուքազյան, ես կխնդրեմ շատ բանավոր դիմում անել, ինքը չի ուզեցել։ Ժամանակ ես ոնց է խնդրած մետիրատեմ գերակաշար եղա, ընդ որ ինքը չի ուզեցել տուն սարքին հասնել, ինձ դեռ ունեմ ենքան որ մասը չվերցնել։ Բայց չի կարա, դեպի պատրվակը տեսա չի կարա, աշխատի մեկ է դեպի մտնի դատարան, թող գրավող։ Այդ մարդիկերից էլ ամաճի բնակիչին չի կարա։ Համաձայն եմ, բայց եթե կա գերակաշար համայնքային, պետք է Շեշտում ասեք, գերակաշարի մասին, որ ես հաստատել ուզում կողմը, խնդիրս է գերակաշար չի։ Ըստ խնդրի կամական մոտեցում է, որ ասել, որ տեգել եք դորը կամեկար, ու չի կարել։ Գրավոր պատասխանվի։ Խնդրեմ քվեարկեցին կողմ, դեմ, ձեռնպահ, հաջորդ հարցը։ Հաջորդ հարցը մեր տարածքում անունի հողամասն անցած լիստը բնակավայրերի բնակելի կառուցապատման 0.938 մետր մակերեսով
374-28 ծոցկագրով հողամասաճյուղ տողոտարելու մասին։ Տան համաձայնություն Տավուշի մարզ Բերթաման գյուղայրեջով 15-րդ փողոց 16-4 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նպատակային կառուցապատման, բնակավայրերի կառուցապատման գործառնական նշանակության 0938 համակերեսով ներկայացված ծածկագրով հողամասը օտարելու համար մեկնարկային գինի սահման 1.510.000 դրամ։ Հարցեր քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ Հաջորդված Պորուգագիկի Եսայանի վարձակալության տրամադրելու տարածքի մասին տան համաձայնություն Բերթամանքի սեփականություն հանդիսացող յուր մուրաշին չգնավոր փողոց առաջ փակելու առաջ հասցեում գտնվող անասնաշենքի առաջին հարկից համար 1 տարածքից 500, համար 2-ից 55.6, համար 3-ից 105, համար 4-ից 10.11, ընդհանուր 620 մակերեսով վարձակալությամբ առանց մրցույթի ամսական 5000 դրամ հաշվարկով տարեկան 60,000 դրամով 10 տարի ժամկետով տրամադրել Վանսպոր Գագիկի Եսայանին։ Ուրեմն անցած էլի նիստում 120,000 դրած ավականու առաջարկով դիսվեց հարցումներից քննարկմանը։ հարցեր քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ Բնակավայրերի բնակելի կառուցապատման 77 ամբողջին քառակուսի մակերեսով 11.010.03.76 կացեք ծածկագրով հողամասաճյուղ օտարելու մասին։ Տան համաձայնություն Տավուշի մարզ Բերթաման գյուղայրեջով առաջ փողոց 2-րդ փակուղի 4-րդ հողամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի նպատակային բնակելի կառուցապատման նշանակության 77 ամբողջին մակերեսով հողամասաճյուղ օտարելու մասին մեկնարկային գինի սահմանը 200,000 դրամ 77 քառակուսի մետրը լիցենզավորված գնահատով 200,000 գնահատով քաղաքացին դիմելա Արգել պարահանքը նիկուր չհողակտորա հաստացի տնորի նման մաքրելա տարասկը կամ այլի կգսի կամ կարոցապատը չնման գոր գոր անդամ հանգավի անստան գորա եթե հարցեր չկան քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք տան համաձայնություն Տան համաձայնություն Տավուշի մարզ հասարակական կառուցապատման 991 համակերեսով 11.053.010.017 ծածկագրով հողամասաճյուղ օտարելու մասին։ Տան համաձայնություն Տավուշի մարզ Բերթաման գյուղ Չորաթան առաջին փողոց 50 դրով 3 հողամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակելի նպատակային հասարակական կառուցապատման 991 քառակուսի մակերեսով ներկայացված ծածկագրով հողամասաճյուղ օտարելու համար մեկնարկային գինի սահմանը 3.200,000 դրամ։ Քաղաքացիա դիմել Հարակից տարածքում ունի խամուտ, ընտրել նոշուկ դաստերը, ուզացել անկլոտոնորենի, խնդրել ներկայացնել օտարահան, գնահատվել 3.200,000 դրամ։ Հարցեր չկա հարցեր քվեարկեցինք կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Բնակավայրերի բնակելի կառուցապատման 607 քառակուսի մակերեսով 11.51.01.18 ծածկագրով հողամասաճյուղ օտարելու մասին տան համաձայնություն Տավուշի մարզ Բերթաման գյուղ Չինարի 6-րդ փողոց 14.1 հասցեով հողամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 607 մակերեսով ներկայացված ծածկագրով հողամասը օտարելու համար մեկնարկային գինի սահմանը 1.230 միլիոն դրամ։
Ուրեմն քաղաքացիներ են դիմել երկու հատան ճոխտացնել կպած հողամասնա 16 միլիոնի ծրագրից այս կառավարության օգտվելու համար խնդրել են նոտարենք։ Աճուրթը ինչ աճուրթի ինչքան է։ Էս են խնդրահարույցը։ Խնդրահարույց չի անցած տարի ես վկայական հանել եմ ծրագիրը դադարեցվել չդիմեցին, այդքան տղեկն են։ Շատ լավ։ Եթե հարցեր չկան, քվեարկեք կողմ։ Դեմ ձեր նպա։ Շարունակեցին։ Համար ենք երկու հարցներ։ Բնակավայրեն բնակելի կառուցապատման 607 համակերեսով 11-051-001-40 ծածկագրը հողամասը տարելու մասին տալ համաձայնություն Բերդ համայնքով չնարևեց փողոց 14 հողամաս ասում համայնքային սեփականություն հանդիսացող բնակավայրերի բնակելի կառուցապատման գործառնական նշանակության 607 քառակուսի մակերեսով հողամասն օջուկտով օտարելու համար գին սահմանը 1.930.000 հասցեներ ողել են նույնը մի հողամասը եղել երկու կես են արել 607 քառակուս են մեկ հաջող մոնես Կողմ Դեմ ձեր նպա շարունակեցին Ուրեմն հաջորդ հարցը վերնագրում սպանուկա, բայց հարցում ճիշտ է, որ Սամվելի Քարամյանին սեփականություն հանդիսացող բնակավայրեր բնակելի կառուցապատման հողամասն նայման նպատակով ուղղակի վաճառքով հողամաս օտարելու մասին։ Ուրեմն հաշվի առնելով որ մրցույթային կարգում օտարել դեպքում հնարավոր առաջացնել սերվիտուտ նպատակարար հողամասն օտարելու դարման եղանակով տալ համաձայնություն Բերդ համայնք քաղաք Բերդ Մաշտոց փողոց 51 տուն հասցեում գտնվող գործ Սամվելի Քարամյան սեփականություն հանդիսացող 347 համակերեսով բնակելի կառուցապատման հողամասն նայման նպատակով 24.3 քառակուսի մակերեսով 51.1 հողամաս հասցեում բնակելի հողամասը 7167 դրամ կադաստրային ու արժեքով ուղղակի վաճառքով օտարել գործ Քարամյան, Սամվելի Քարամյանին ես այս ձեզ համար Սանջեսանքեն եմ, որ որպես ինքավանձին միավ հնարավոր չի օտարել Ես տունը չնրվա Ես մնացել Հարցեր ընկերներ Պարզաբանման կարիք կա հարցեր քվեարկեցին կողմ Դեմ ձեր նպա կողմ է շարունակեցին 13 Տավուշի մացամային Բերդ քաղաք Բերդ Այգեստան փողոցի վրա նրբանց կառավարելու մասին տալ համաձայնություն Տավուշի մացամային Բերդ քաղաք Բերդ Այգեստան փողոցի վրա վերացնել թիվ 1 նրբանց Ուրեմն ես 4 հարցերների ավելացման հարցում բոլորը Հայաստանի գյուղմացի քարտեզում հաստատվել է Անում ավականին հաստատի որ կարանք ես փողոցի ապրող մարդկանց հասցել տան մեկ վերես Կարիք կա պարզաբանման քվեարկեցին կողմ Դեմ ձեր նպա Հաջորդը նույն հարցն է Տավուշի մացամային Բերդ քաղաք Բերդ այդ նահապետի փողոցի վրա վերացնել թիվ 2 փակով Կողմ Դեմ ձեր նպա Եվ հարց չեք ձեր չեք բացած
Համար 47-ը նույնն է Ածվաբեր գյուղում առաջ փողոցի վրա ավելացնել թիվ 41 փակուղ։ Դեմ ձեռնպահ շարունակեցին Հաջորդը տալ համաձայնություն Տավուշի մարզ համայնքբեր գյուղ Մովսես 7-րդ փողոցի վրա ավելացնել երկրորդ նրբան։ կողմ դեմ ձեռնպահ չունենք շարունակեցին 11-014-385 և 64 ծածկագրով 170.4 քառակուսի մակերեսով և նպատակային հողամասի նպատակային նշանակությունը փոխելու մասին։ Հաստատ են համայնքային սեփականություն հանդիսացող Ածվաբեր գյուղի վաճառական տարածքում գտնվող 170.4 մակերեսով 11-014-385 ծածկագրով գյուղ նպատակային նշանակության առօրտավայրը փոխել էներգետիկայի, տրանսպորտի կապը կոմունալ ենթակառուցվածքների, օբյեկտի նպատակային կապը գործառնական նշանակության հողերի։ Ուրեմն Թիմ Տելեկոմից Ածվաբերդում իրանց ծառայությունն ապահովելու համար հարմար տարածք են բանարել, դիմել են համայնքին հետ հողամասի նպատակային նշանակության փոփոխության համար հետագայում հաջորդ նիստում այս հարցը եթե համաձայնվեցիք փոխվի կապը օբյեկտ և հաջորդ նիստում կդերկայացվի օտարման։ Թիմ Տելեկոմն ադիմում։ հարցեր ունենք քվեարկեցին կողմ դեմ ձեռնպահ հաջորդ հարց Գյուղատնտեսական նշանակության 11-052-000 ծածկագրով 1.9 համակերես սովորելով մրցույթային կարգավարձակալության տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել Տավուշի մարզ Բերդ համայնք Չինչի գյուղվարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող գյուղնշանակության 11-52-207 ծածկագրով 1.9345 մակերես սովորելով գյուղգործունեություն իրականացնելու համար վարձավճար մեկնարկային գինը սահման 60,000 դրամ։ Ինքը ծառայել է որպես երևի խոթար կամ ցանով իր բանը անասնապահ հանդիպել։ Կողքին էլ իր ֆերմանը։ հարցեր եթե չկան քվեարկենք կողմ դեմ ձեռնպահ 11-051-121 ծածկագրով երկու համակերես սովորելով մրցույթային կարգով վարձակալությամբ տրամադրելու համար տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալությամբ տրամադրել Տավուշի մարզ Բերդ համայնք Չինարի գյուղվարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 130-21 ծածկագրով երկու համակերեսով վարելով մեկնարկային գինը սահման 50,000 դրամ։ Ուժ գործրատ ճանաչել հարվածունի որոշում։ Այս նույն հողամասը մենք երևի 5-6 նիստ առաջ 24 դեկտեմբեր 25-ին 180,000 դրամով ներկայացած են գնել, մտածելով որ այգու է, դիմել են, ավականին էլ տեղյակ Չինարի, ինքը հիմա ցանով առողիկ տա։ Խնդրել աղոներ կուլտուրային համապատասխան վարձավճար նշանակենք։ հարցեր եթե չկան քվեարկենք կողմ դեմ ձեռնպահ հարց 20 այգեզ գյուղնշանակությամբ 8800 մետր մակերեսով 11-013-74 ծածկագրով արելով վաճառքով օգտարելու մասին տալ համաձայնություն Տավուշի մարզ Բերդ համայնք այգեձոր գյուղվարչական սահման գտնվող համայնքային սեփականության հանդիսացող գյուղնշանակության 374-22 ծածկագրով 8000
806 մակերեսով արելա աճուրդ օգտարելու մասին համար մեկնարկային գինի սահմանը 3 միլիոն 10,000 դրամ։ Եվ նշանակության հողա մածխաբաժինը դիմել են օգտարման համար։ Կողմ դեմ ձեռնպահ շարունակեցինք Լորա Բաբկյան Օհանյանը և Ալվին Արամյանը Այդինյանի սեփականություն հանդիսացող բնակել նպատակային կառուցապատման նշանակությունը համաշխարհային նպատակը ուղղակի աճուրդով հողամասով տարելու մասին հաշվառնելով որ զորար ամբողջ 128 քառակուսի մետր հողամաս որպես ընդլայնման ենթակողմած և զոր ամբողջ 011 ընդլայնող հողամաս որպես առանձին լիարժեք բնակելի կառուցապատման համար բավարար չարչին և նպատակահարմար չառանձնվեն օգտարման համար ղեկավարվելով հողային օրենսգրքի 66.1 ընդունելով Լևա Բաբկենի և Ալվին Օհանյանի Այդինյանի դիմումը տան համաձայնություն Բերդամայք Չորաթան գյուղ վարչական սահմաններում գտնվող Լևա Բաբկենի Օհանյանի և Ալվին Այդինյանի հանդիսացող Չորաթան 12 փողոց 7 հողամաս հասցեին գտնվող 128 քառակուսի մակերեսով բնակելի կառուցապատման գործարանը առանձին գույքի ընդլայնման նպատակով տրամադրել 110 համակերեսով բնակելի կառուցապատման հողամաս 55,000 դրամ կադաստրային արժեքի ուղղակի վաճառքի ձևով օգտարել Լևա Բաբկեն Օհանյանին և Ալվին Այդինյանին։ Ուրեմն դիմումատուններ ունեն 128 քառակուսի բնակելի կառուցապատման հողամաս, քանի որ նշված հողամասում ընդամենը կարային իրանք կառուցեն 40%, 50 քառակուսի տոն, խնդրել են կողքի հողամասը ընդլայնում տան գոնե 200 քառակուսի, 200 քառակուսում կարեն 80 քառակուսի տուն սարքեն ու օգտվեն այս կառավարության ծրագրից։ Ընդլայնման հարցը տրվել է ձեր քննարկման։ Որ գյուղներ կողմ դեմ ձեռնպահ Քսաներկուսը Գյուղատնտեսական նշանակության 11-04-04-19-113 ծածկագրով 1964 մակերեսով արոտավայր մրցույթային կարգով վարձակալության տրամադրելու համար 25 տարի տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել տալու շինարար Բերդամայք Պարավակալ գյուղ վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 419-13 ծածկագրով 1964 մետր մակերեսով գյուղարոտավայր գյուղգործունեություն իրականացնելու համար մեկնարկային գինի սահմանը 4,000 դրամ։ Հարցեր չկան, ունես ինտերնետը։ Քննարկեցին կողմ դեմ ձեռնպահ հարց 23 հողամասի կողքին նա տալ համաձայնություն 25 տարի ժամկետով վարձակալության տրամադրել տալու շինարար Բերդամայք Պարավակալ գյուղ վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականության հանդիսացող 419-14 ծածկագրով 736 համակերեսով արևող գյուղգործունեություն իրականացնելու նպատակով տարեկան վարձավճար 2,000 դրամ։ կողմ նորից դեմ ձեռնպահ հարց 24 Արդյունաբերական ընդերգործագործման և այլ արտադրական գյուղատնտեսական արտադրական օբյեկտների տրոլ 11-03-370-058 ծածկագրով 707 քառակուսի մակերեսով հողամասով աճուրդ օգտարելու մասին տալ համաձայնություն տալու շինարար Բերդամայք Այգեձոր գյուղ 12 փողոց 23-5 հասցե հողամասում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արդյունաբերական դեպքագործման և այլ արտադրական նշանակության
Եվ արտադրական օբյեկտներից 11.377 ծածկագրով 707 համակերեսով համաս աճուրդով օտարելու մասին մեկնարկային գին սահմանային 580,000 դրամ գինը սահմանվել է ընդհանրապես անցած տարվա մարտից հետո բոլոր աճուրդները գինը սահմանվում է լիցենզավորված կազմակերպության կողմից 580,000 դրամը Իրան անասնապահական ֆերմաները գեզորի բնակիչ է, իր հարակից տարածքն է ֆերմայի դիմելան ուզ։ Այսինչ ընդերքավորություն։ Ընդհանուր է կողամասի նպատակային նշանակությունը կոչվում ընդերքավորման, բայց գործառնական ընդերք չի գյուղարտադրական։ Հարցեր չկան, քվեարկեցին կողմ, դեմ ձեռնպահ, հաջորդը, Կերջովայան այսօր հիվանդա, ներկայացնես Կետոպյան։ Եվոր շոկյան վատարողջար, դեպքիության հետ ներկայացնեմ։ Նախ հարցը արտակ և տարբերակով համայնքի ղեկավարի որոշման ընդերքավորականում, եթե շատ իրեք 7 շուտ ուղղված տարբերակի մեջ այս հարցը չի եղել, կրկին սա հանրային լսում բանտավիր էր, ամսի 14-ի հանրային լսումից հետո որ արդեն այս հարցը ընդգրկվեց այսօրվա օրակարգի մեջ որպես արտահայտ։ Ուրեմն Տավուշի մարզի պետհամայնքի 26 թվականի բնապահպանական ծրագրերով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ծրագիրը հաստատելու մասին հաստատել պետհամայնքի 26 թվականի բնապահպանական ծրագրով նախատեսված միջոցառումների իրականացման առաջնահերթությունները և դրանց ֆինանսավորման համամասնությունները ծրագիրը։ Ուրեմն նշված ծրագրի անվանումը բխում է հենց օրենքից, ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկերի նպատակային օգտագործման մասին օրենքից, որը ենթադրում է համայնքի կողմից համայնքի տարածքում ավելի շուտ պետության կողմից հավաքագրված բնապահպանական վճարներից, օգտագործման վճարներից գոյացած հարկերի ստուգքերից որոշակի բանաձևի կիրառմամբ, որը հաշվարկում է նախորդ 3 տարիների և առաջիկա 3 տարիներից ընդ բանաձև և մակարան հանձնաժողովի նիստի ասեցին, որ ճշտենք, բայց էլի բանաձևը մոտս կա, կարամ ընթերցեմ, բայց ես կրծել չկարացի ընկալեն հեշտ տարբերակով, ուրեմն վճարը գոյանում է նախորդ, երկրորդ, երրորդ և չորրորդ տարիների արդյունքներով բնապահպանական հարկ և բնօգտագործման վճարների միասնական հարկային հաշվարկներով հաշվարկված բնապահպանական հարկի հանրագումարից պակասեցնելով այն առաջիկա բյուջետային տարվա նախորդող առաջին տարվա համար համապատասխան համայնքների համար պետական բյուջեով նախատեսված և երկրորդ տարվա համար համայնքի փաստացի հատկացված մասանունների հանրագումարի չափով։ Սենց բանաձև են աշխատացրել, որի արդյունքում պետհամայնքը հնարավորություն ունի 3.200.000 դրամի ներկայացնելու բնապահպանական ծրագիր, պետությունից ստանալու սուբվենցիա և իրականացնելու տվյալ տարվա համար։ Եվ համայնքում նախատեսում ենք նշված ծրագրի շրջանակներում ստեղծել բարեկարգ և կանաչապատ տարածք քաղաքի Խորենացի փողոցի և Խորենացի թիվ 45 շենքի հարակից շուրջ 350 քառակուսի մետր մակերեսով տարածքում ձևավորելով էկոլոգիապես կայուն և առողջ միջավայր բնակիչների համար ծրագրի ընդգրկությունն էլ մենք ճիշտ ասած օգտվեցինք մասնակցային բյուջետավորման ժամանակ նմանատիպ երևել մասնակիցներից մեկի կողմից և որոշակի փոփոխությունով 3.200.000 դրամ բյուջեով պետական սուբվենցիա ստանալու համար առաջարկում է հաստատել այս որոշումը հաստատել և մենք պետք հատետիկը կազմենք, ուղարկենք և հաջողությունով կիրականացնենք։ Հարցեր ունեն, թե որտեղ ինչ պետք արվի, Խորենացի քառասուն, Խորենացի ասֆալտապատ վրա, Խորենացի Սիրահարների փողոց կոչվող այդ փողոցը
Պետք է կանաչապատվի սիրուն Որոնում սիլուետներ, չգիտեմ, նստարաններ եւ այլ եւ այլ։ Այս տարի է ծրագիրն իրականացնում, ինքը փաստորեն շարունակական է, ամեն տարի որոշակի գումար հատկացվելու է, բայց ինքը ավտոմատացված բան չի, ամենքը պետք է դիմի ու օգտվի, Հրատապելիքը ժամկետի հրտիրա, որ շուտ դիմենք էլի սամանապատ կա, որտեսի համաձայն կարգին ժամկետներով բաժանացած, չգիտեմ, միջև ապրիլի 10-ից պետք անենք, միջև հունիսի 1-ից պետք անենք, պատետ հուվատիկ իրականացնել։ Եթե չեմ սխալվում, ճիշտ է, Գաղափար կա ավելի շուտ, ու համապարած, ինչպես մակապարտեզում է։ Նախագիծը կառավարության կողմից է ներկայացնում։ Կառավարության կողմից, եթե հարց ուզում եք քվեարկենք այդ հարցին կապատառան, նույնիսկ հետո Հիմա քվեարկենք։ Քվեարկեցինք ընկերներ այդ սիրուն ծրագրի օգտին, դեկո, դեմ, ձեռնպա, չունենք։ Եթե մակապարտեզներ են, ճիշտ է։ Մի հատ չի հարցորական Կոմարչնալը 56-ը ասում եք երկաս։ Պանսած տարի, մենք իշքան որոքել ու մանկապարտեզ ունեցել ենք, որոքել ենք։ Մեր խամանքը, չգիտեմ քանիսը, բայց որոս մանկապարտեզները որել են, ռագենալի մանկապարտեզը խնդիր չուներ որոքելու, բայց որպերի սուբվենցիան անցն ինձ ասեցիք, մտցել են, որ այդ գումարը փողի խնդիր չէ։ 4-5 ամիս պարել են մանկապարտեզը նորոգել։ Հմին նորից մանկապարտեզը նորոգում եք, այսինքն ես համայնքում եմ, բան չկա, խնդիր չկա, պատը չեր ենք նորից նորոգեն, համայնքներ շատ փողում են պետություններ, ես ստացիք Ես եթե դուք կտակ մանրամասն Թույլ կտանք, որովհետև այդ հարցը շատ ակտուալ է եւ բոլորը դիմում են մեզ, կոնկրետ ինձ, մեր աշխատող ծնողներն էլ, հիվանդներն էլ, բոլորը։ Անընդհատ նույնիսկ ինձ ասեցին, հա ստորագրահավաք ենք անում վարչապետին ուղարկենք։ Մենք ուզում ենք այդ հարցի պատասխան իմանալ։ Ինչ են վերանորոգում եւ ինչու են մանկապարտեզները միաժամանակ վերանորոգում։ Հա, այդ հարցին պատասխան եք եկել։ Նա սկսեմ նախորդ տարվա մեր սուբվենցիայից, մենք 14 մանկապարտեզ իրականացրել են վերանորոգման աշխատանքներ, որը ընդհանուր արժեքը կազմել է 120-30 հետո 130 միլիոն դրամ, որի մեծամասնությունը բակային տարածքով, այսինքն մենք իրականացրել ենք փոքր վերանորոգման աշխատանքներ, փոքր ծավալի աշխատանքներ ենք իրականացրել, չէ, ինչքան պետք է եղել, բայց նաև ում չափորոշիչներով, ում աչքով, ես եթե թույլ կտակ ավարտեմ եմ, պարոնի որ տեսեք, մենք իրականացրել ենք, հաջողության վերանորոգումներ իրականացրել ենք, վերածել ենք որոշակի խաղասարքեր եւ այլն, բայց այդ նույն ընթացքում այս 14 մանկապարտեզները վերանորոգել են կառավարության կողմից 500 մանկապարտեզ 300 դպրոց այդ անվանման ծրագրի մեջ, որը ունի լրիվ այլ չափորոշիչներ։ Այսինքն մեր աշխատանքները իրականացնելուց հետո, շրջայցելից հետո, իրական աշխատանքների ամփոփելուց հետո արդեն եկել են մասնագետները ու ըստ չափորոշիչների գնահատել են, օրինակ, մեր ամենալավ մանկապարտեզը մեծ ու մեր կարծիքով կառավարված վերջի երկրորդ 9 խմբանոց մանկապարտեզը, պարզվել է, որ այնտեղ որտեղ երեխեքը պետք է իրականացնեն իրանց հանդիսությունները, կամ սպորտ դահլիճը, կամ առօրյա իրանց կյանքում գնում են այնտեղ սովորում են, չի համապատասխանում այսօրվա գործող չափորոշիչների, ոչ լույսը, ոչ հատակը, ոչ լիքը մանրուքներ, որոշումը կայացվել, քանի որ ընդգրկված է, առաջարկվել է համայնքին, եթե համայնքը
ամբողջական նախագիծ նախահաշիվ կտա կառավարությանը, կառավարությունն է այդ բոլոր մանկապարտեզները դրան էլ ավելացվել է նաև այն, որը մենք չենք վերանորոգել սուբվենցիայով։ Մեր 5 արմիկ կա, մի Ագեձորի մի մասնաշենքը, մի խոսքով ավելացրել են ու հիմա այդ պրոցեսը ընթացքի մեջ է, մենք նախագիծն ենք իրականացնում, որը հələ չի ավարտվել։ Բայց նախնական մոտավոր գնահատվա մոտ 500 միլիոն դրամ ինձ թվում է մինիմում արժեք առնելու, բայց առաջ չունենք, սպասենք այս անցվա մեջ հաջողությունով նախահաշիվ բռնելու է։ Դրանից Դրանից ասում են ձեր դա, եթե 300 ծրոց մանկապարտեզ Իմանց հաստայի չէ անցից ես չեմ ավարտել, Ըստեղ կարևոր հարց բացատրել, հետև ասել Ես տեսեք համաձայն։ Տեսեք, այս նախահաշիվը, հիմա նախահաշիվը համայնքը իրականացնում է մեր առաջիկա ամսվա վերջ հաջողությունով ունենանք ամբողջ 14 նախահաշիվներ, որը համապատասխան հանձնանշման ձևով կտրամադրենք մարզպետարանին։ Մարզպետարանը կամ իր միջոցով կամ կառավարության միջոցով կիրականացնի մրցույթային գործընթաց, որից հետո կլինի շինարար, հաջողությունով ասենք 2 ամիս հետո։ Այդ փուլում շինարարի հետ արդեն մենք մի խնդիր ունենք, որ ճիշտ կազմակերպենք բացել, փակել այդ գործընթացը, եթե հնարավոր է ոչ մի մանկապարտեզ չփակվի, ծնողները չտուժեն, հասկանում ենք, այսինքն այս փուլում դիմել, շատ են դիմել, եւ հապակվում, ես օրել ավականիներից մեր առաջի հարց հետ էին տալի, հիմա որևիցե երբ որ եղավ շինարարը, եկավ, ասեց, արդեն ես եմ ուզում գործը սկսել այս մանկապարտեզի հիմնա, արդեն կպայմանավորվենք ենք ամենահարմար ձևով կազմակերպենք այդ գործընթացը համապատասխան մենք մանկապարտեզ ունենանք, այլ դեմ ենք միաժամանակ բոլոր Այսօր արդեն օգտվում է մեր մանկապարտեզի եւ անձնակազմը եւ երեխաները եւ այլն։ Ինչ է որ արվելու է, ունես չի այդ նախորդ իրականացվածը չնչվում։ Այդ մանկապարտեզը ինքնավոր մանկապարտեզ Այսինքն, այդ խորհրդանա պետություն, չէ՞։ Սուբվենցիան 70% պետությունը, 80% առավել է։ Ավարտում ենք էլ սանստումա Վասիլիկը ձենա, որ եթե այդ ծրագրերը կանես չեմ ասում չսարքենք, մի միլիարդ դրեք սարքենք, նավի մանկապարտեզը արձապետի, մանկապարտեզը վերջի սարքած մանկապարտեզը, եթե կառավարությունը մանկապարտեզ ասարկում, այդ մի պրոյեկտով ասարկում, ուրիշ բան չեն գոյգում, այդ մի պրոյեկտով են մանկապարտեզները սարքում։ Հիմա իմ ասելիքները անցած տարի, մենք անցած տարի, մի քանի ամիս առաջ, անցած տարի չի, դեկտեմբերին արտացել 5 ամիս է երեխեքը չեն գնացել մանկապարտեզն ենք ապրիլի նախորդ տարի։ Ինչ ապրիլ։ 25 թվականի ապրիլից 5 ամիս թակ անցել։ Մենք ծախսել ենք X գումար, պետությունը ծախսել է ավելի մեծ գումար, չէ՞։ Այսինքն իմ ասելիքները, եթե պետք է նորոգեին դատենց կապիտալ շինչովի, այդ փողը թողեին ու ինչ բանան էին տեսամանքի համար, պետք է փոսը նորոգեին, այսինքն միակ Pero poder temprano, bunlar bir kez poder temsilciler bir kafede kaldırdım kadar kafede. O eski bunlar biraz tane nasıl çok sentral değil mi? Doğru. Peki şundan kalmadı. Hani nasıl çok sentral? Hani nasıl çok? Şimdi onların korkunç bozuk şimdi.
Պարոն Նիկոյան, ձեր կարծիքն է, բայց ամեն ինչ պետք է ժամանակի մեջ նայեք։ Ժամանակի մեջ ու դրանից է բնականոն մանկապարտեզ չի քննում, այո, չի քնում։ Համայնքի անունից նախ այդ շատ լավ է, որ այդ մանկապարտեզները ներառվել է ծրագրի մեջ, այսօր այդ հնարավորությունը կա, որ մեր համայնքի բնակիչները երեխեքը գնան չափորոշիչներին համապատասխան հաջողությունով մանկապարտեզներ, բայց համակարգին են, այսօր հիմա այդ հարցերը ոնց որ ասում ուրիշ բանի է վերաբերում, բայց կոնկրետ մանկապարտեզների նախագծային աշխատանքները մենք ենք կազմել որպես վերթամայն, կառավարությունը չի կազմել։ Մենք ունեցել ենք խնդիր Նորաշենը նորի կառուցման։ Կոնկրետ Նորաշենը 3 տարի պատմողներ են տենքնալ։ Դրանք սարքեցը 3 տարի դրոց սարքիչի։ Փողը դրի դեր սարքեի դեր նորմալ չնային էլի։ Սարքմը Սարքվիլի շատ շեփ ոչ ասել եք Կոսոբարով Նիկոյան։ Համակ ես սարքի ելեփողն ընդծածիլի։ Դրանք սարքեցը դրել եք ընդեր լավ ես նորմալ քանդել եք նույն սարքեցը։ Լիքը բաների հետ համաձայնվել բայց ասված առաջ։ Ես օրինակ շատ եմ ուզում, որ այս ծրագիրը օր առաջ իրականություն դառնա։ Կազմակերպչական հարցերն Ինչքան հնարավոր ճիշտ ձևը պետք է կազմակերպել։ Մեր այնքան արագ չեն կազմակերպել, որ ամենաշիչը 5 դամ իսրախես մակապատ։ Ես թվում է կառավարությունը համայնքը չեն ուզի, որ երևանները եթե կազմակերպչական մնաք կազմակերպեն, պես որ ոչ մեկ չտուժի։ Եթե դեմ չեք, վերջին հարցին անդրադառնանք։ Տավուշի մարզի Բերդամայնքի հավաքանու 7-րդ նստաշրջանի հերթական նիստի գումարման օր և ժամ սահմանել 26 թվականի մայիսի 21-ը ժամը 16:00։ Դեմ ձեռնպահ շնորհակալություն։